Իրակնորը ամփոփիչ թողարկման առաջին լրատվականը եթերում ես Գեորգ Ալթունյանն եմ, բարի երեկո։ Հայաստանի հարաբերություններն արտաքին աշխարհ հետ մեծամասամբ դրական որակներ ունեն։ Մենք կարողացել ենք կառուցողական հարաբերություններ հաստատել Եվրոպայի հետ, դաշնակցային հարաբերությունների մեջ ենք Ռուսաստանի հետ, ջերմ հարաբերություններ ենք հաստատել Միացյալ Նահանգների հետ, մի շարք նույնիսկ մահմեդական երկրների հետ շատ լավ հարաբերություններ ունենք եւ այլն։ Պարզ ասած, մենք բարեկամներ ունենք Հյուսիսում, Հարավում եւ Արևմուտքում։ Արևելքում նույնպես ամեն ինչ կարծեք թե վատ չի ընթանում, դինամիկ զարգացող հարաբերություններ Չինաստանի հետ ու կոլեկտիվ համագործակցություն հետ խորհրդային ասիական պետությունների հետ։ Ասող շաբաթ նախագահ Սարգսյանը պաշտոնական այցով միանգամից երկու արևելյան երկրներում էր՝ Ճապոնիայում, հետո նաև Վիետնամում։ Այցի հիմնական նպատակը պատկերավոր ասած ամրացնել մեր արտաքին դիվանագիտության արևելյան ուղղությունը։ Ճապոնիա եւ Վիետնամ երկու տրամագծորեն տարբեր պետություններ, տնտեսության զարգացածության տարբեր մակարդակով, ազգաբնակչության կենսամակարդակի անհամեմատելի տարբերությամբ, տարբեր աշխարհաքաղաքական քաշով ու կառավարման մոդելներով։ Ճապոնական հրաշքը վաղուց արդեն տնտեսագետների պատրաստման ընթացքում ուսումնասիրվող թեմաներից մեկն է։ Վիետնամը դեռևս հավատում եւ սպասում է հրաշքների։ Ճապոնիան աշխարհի ամենազարգացած, ամենայենթակառուցվածքային, ամենամրցունակ եւ ամենանորարարական պետություններից մեկն է։ Վիետնամը հետամնաց պետություններից մեկը, որտեղ լրջագույն խնդիր է նույնիսկ նվազագույն, ասենք մի $50 աշխատավարձով աշխատանք գտնելը, որտեղ փողոցներում նույնիսկ լուսացույցներ չկան եւ որտեղ փողոցային երթևեկության կանոնակարգում ասվածն ընդհանրապես գոյություն չունի։ Ճապոնիայում քաղաքական համակարգը վաղուց արդեն կայացել է, իսկ սոցիալիստական Վիետնամում մինչև հիմա էլ գլուխ են կոտրում խնդրի վրա, ինչպիսի կուրս որդեգրել, որպեսզի սոցիալիզմի գաղափարը չտուժի միևնույն ժամանակ էլ երկիրը զարգանա։ Տարբերությունները կարելի է անվերջ թվարկել, բայց թե Ճապոնիան եւ թե Վիետնամը կարևոր գործընկերներ կարող են դառնալ Հայաստանի համար։ Հայաստանն ու Ճապոնիան շատ ընդհանրություններ ունեն։ Երկուսն էլ հազարամյակների պատմություն ունեն, վիթխարի մշակութային ժառանգություն։ Երկուսն էլ սահմանափակ տարածք ունեն սահմանափակ ռեսուրսներով։ Ու երկուսն էլ գիտակցում են, որ զարգացման միակ ուղին գիտելիքային տնտեսությունն է։ Ու եթե Ճապոնիային դա արդեն իսկ հաջողվել է, ապա Հայաստանը նոր է միայն այդ ուղին որդեգրում ու նաև փորձի տեսանկյունից է, որ Ճապոնիան չափազանց հետաքրքիր երկիր է մեզ համար։ Վիետնամում զարգացման ծիլերը նոր են միայն երևում, բայց այդ ծիլերի զարգացման համար այդ երկրին մասնագետներ են պետք, որոնց պատրաստման գործում Հայաստանն անկասկած մեծ դեր կարող է խաղալ։ Նախագահ Սարգսյանի Ճապոնիա եւ Վիետնամ կատարած այցը գերհագեցած էր։ Այցելություն ցունամիստ ուժած նատորի քաղաք ու չափազանց զգացմունքային հանդիպում ժամանակավոր կացարանների բնակիչների հետ, ովքեր երախտագիտությամբ են հիշում բոլոր այն երկրներին, որոնք դժբախտությամբ այն օգնության ձեռք մեկնեցին, այդ թվում նաև Հայաստանը։ Հանդիպում Ճապոնիայի բարձրագույն իշխանության բոլոր ներկայացուցիչների հետ վարչապետ, խորհրդարանի նախագահ, ինչպես նաև հանդիպում ավանդապահ ճապոնացիների խորհրդանիշներից մեկի կայսրի հետ։ Ճապոնական հրաշքի գաղտնիքներից կամ նախապայմաններից մեկն անկասկած ծայրահեղ շեշտադրված ուշադրությունն է կրթության հանդեպ։ Ամբողջ երկրի տարածքում բազմաթիվ են այնպիսի կրթական հաստատությունները, որտեղ մատուցվում է ամենավորակյալ եւ ամենաժամանակակից կրթություն, ապահովելով մրցունակ կադրերի հոսքը երկրի տնտեսություն։ Սոկայի համալսարանը այդպիսի բուհական հաստատություններից մեկն է։ Չափազանց տպավորիչ էր նախագահ Սարգսյանի այցը Ճապոնիայի լավագույն կրթական հաստատություններից մեկը՝ Սոկա համալսարան։ Նախագահին այստեղ դիմավորում են ճապոնական հյուրընկալության բոլոր կանոններով ու հայկական երգով։ Բարեկամության պատվոգիր Սոկայի ուսանողների եւ պատվավոր դոկտորի կոչում գիտխորհրդի կողմից, բայց կարևոր այն համագործակցությունն է, որը հաստատվել եւ խորանալու է այս համալսարանի հետ։ Կխորանա համագործակցությունը նաեւ ճապոնացի գործարարների հետ, ում հետ նախագահը հանդիպեց ճաշի սեղանի շուրջ։ Այցելություն մեկ առանձին, բայց ամբողջ աշխարհում վիթխարի հեղինակություն վայելող Թոշիբա ընկերություն, որը բացի սառնարաններից ու հեռուստացույցներից շատ ավելի լայն ու շատ ավելի լուրջ գործունեությամբ է զբաղվում։ Նախագահն առաջարկում է եկեք Հայաստան, մեր երկրում ձեզ համար բարենպաստ պայմաններ կան։ Առաջարկն ընդունվում է։ Կխորանա համագործակցությունը բնականաբար նաև խորհրդարանական ձևաչափով։ Ձևավորվեց հայ-ճապոնական խորհրդարանական բարեկամության խումբ, պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայկական համանախագահությամբ։ Այս անկասկած հաջողված է փոխադարձ հետաքրքրություն, որը հիմնված է փոխադարձ շահերի վրա, սա հաջողության գրավականն է։
Այցի վիետնամական հատվածը պակաս գրավիչ ու պակաս կարևոր չէր։ Երկիր, որը նոր է միայն բռնում զարգացման ճանապարհը, որը ունենալով 3000 կիլոմետր ափ, նոր է միայն գրավիչ դառնում զբոսաշրջության համար։ Երկիր, որը փորձում է մանևրել սոցիալիզմի ու ազատ տնտեսության միջև, ու երկիր, որն ունի բոլոր շանսերը բեկումնային զարգացում ապահովելու համար։ Հայաստանը խորացնում է հարաբերություններն այս երկրի հետ նույնպես։ Նախագահ Սարգսյանը Հանոյում հարգանքի տուրք է մատուցում հերոսների ու հիշատակին, ծաղկեպսակ դնում վիետնամցիների համար խորհրդանիշ համարվող Հոշիմինի դամբարանին։ Այստեղ նույնպես մեր երկրի ղեկավարը հանդիպեց հյուրընկալող երկրի բարձրագույն իշխանության բոլոր ներկայացուցիչների հետ, նախագահ, վարչապետ, ազգային ժողովի ղեկավար։ Բոլոր հանդիպումների ընթացքում հնչող հիմնական միտքը երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունն է։ Մենք այս 20 տարիների ընթացքում միգուցե ժամանակ ենք կորցրել, որպեսզի փոխհատուցենք այն, մեզ ամենայն հավանականությամբ անհրաժեշտ կլինի դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Հանոյում։ Հուսով եմ, որ վիետնամական կողմը նույնը կանի Երևանում։ Ինչպես Ճապոնիայում, այստեղ նույնպես զգացմունքային հանդիպումների եղան, որոնցից էր մեր երկրի ղեկավարի շփումը Հայաստանում բարձրագույն կրթություն ստացած վիետնամցիների հետ։ Նրանք շատ չէին, բայց խոսում էին Հայաստանի մասին այնքան ջերմությամբ ու այնքան հպարտությամբ, որ նրանց մեջ հայկականության հետք էր զգացվում։ Նրանք նույնիսկ հանրապետության հրապարակից այդ աղբյուրներն էին ջերմությամբ ու կարոտով հիշում։ Նրանցից երկուսը հաջողացրել են նաև ամուսնանալ Հայաստանում։ Նախագահը բոլորին հրավիրում է Հայաստան, առաջարկն ընդունվում է։ Առաջարկներն այս այցերի ընթացքում բավական շատ էին, դրանք բոլորն էլ կառուցողական առաջարկներ էին, որոնց հիմնական նպատակը հարաբերությունների խորացումն էր։ Այս անկասկած հաջողված ինչպես տպավորությունների առումով, այնպես էլ գործնական, եւ հայկական պատվիրակությունը հրաժեշտ է տալիս Տոկիոյին ու Հանոյին այսուհետ ավելի հաճախ այնտեղ լինելու ու շփվելու համոզմունքով։ Գևորգ Ալթունյան, Արման Ղարիբյան, Առաջին լրատվական, Տոկիո, Հանոյ։ Իմիջիայլոց նախագահ Սարգսյանը Ճապոնիա մեկնեց հունիսի 4-ի երեկոյան Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից հետո։ Պետքարտուղարի այցը տարօրինակ զուգադիպությամբ համընկավ է ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից իրականացված սանձարձակ դիվերսիոն գործողությանը։ Շփման գծում հակառակորդը փորձեց ներթափանցել Տավուշի մարզիչինարի եւ Բերթավան գյուղերի պաշտպանության դիրքեր։ Երեք զինծառայող Խրաչ Սարգսյանը, Զորաբ Բալաբեկյանն ու Կարեն Դավթյանը թշնամու հետ մարտի ընթացքում զոհվեցին եւս 6 զինծառայող վիրավորվեցին։ Մեր տղաները սակայն կարողացան կասեցնել դիվերսիոն առաջխաղացումը, կորուստներ տալով հակառակորդը ետ շպրտվեց, բայց դա ընդամենը սկիզբն էր։ Հաջորդ մի քանի օրվա ընթացքում հակառակորդը գրեթե ամեն օր հերթական անգամ փորձում էր մեր տարածք մտնելու, ամեն անգամ կորուստներ տալով հետ էր շպրտվում։ Շփման գծում ամեն օր տեղի ունեցող զինված ընդհարումները օբյեկտիվորեն սրբագրեցին հանրային քննարկումների թեմաները եւ դրանցից հիմնական դարձավ սահմանային լարվածությունը։ Մեկ օր անց հունիսի 5-ի լուսադեմին Ադրբեջանի զինված ուժերը կրկին փորձեցին խախտել Հայաստանի պետական սահմանը, այս անգամ Ոսկեպար գյուղի մերձակայքում։ Թշնամին ժամանել էր 15-20 կանոց ճակերտավոր ներկայացուցչական դիվերսիոն խմբավորմամբ։ Ինքնաոչնչացման այդ ակտի մասին քիչ անց, իսկ հիմա եւս մեկ դիվերսիոն խմբի մասին, որը կասեցվեց կրկին հունիսի 5-ին Ճամբարակի մերձակայքում եւ կրկին կորուստներ կրելով նահանջեց այդ խումբը։ Զուգահեռաբար մեկ գործողություն էլ ձեռնարկվեց Արցախում, որտեղ մեր կողմից զոհվեց Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Վարդան Օհանյանը։ Պաշտպանության բանակը նախազգուշացրեց, որ նման նախահարձակ մարտավարության շարունակումը կարող է հանգեցնել Ադրբեջանի համար անկանխատեսելի հետևանքների, որ հայկական զինուժն անխուսափելիորեն պատժում է եւ այդ մասին եւս անգամ հաստատեց զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, հայտնի արդեն տարիներ շարունակ։ Բայց որ պատիժը կլինի այսչափ արագ ու անողոք, երևի թե Ալիևն իր վատ երազում էլ չէր պատկերացնում։ Առաջին լրատվականը նույն հունիսի 5-ին էր կանխատեսել, որ մեծականակ զոհերը Ադրբեջանն այս անգամ չի կարող կոծկել։ Այդպես էլ եղավ։ Նույն օրը Ադրբեջանն անմիջապես հաստատեց իր դիվերսանտներից 5-ի զոհվելու փաստը։ Հաջորդող օրերին սկսվեց նորմահերի պատճառների փնտրտուքը։ Մեկն օրինակ խեղդվեց Քուրգետում, երկուսը պայթեցին ականի վրա, երկուսի վրա բետոնե սալիկ ընկավ, մեկն անհայտ կորած մինչև հիմա եւ այլն։ Փնտրտուքը դեռ շարունակվում է։ Մեր ամենահավաստի տեղեկություններով, որոնք հաստատվում են նաև ադրբեջանական չվերահսկվող ինտերնետային ֆորումներով, խոսքն այս անգամ առնվազն 25 ադրբեջանցի զոհի մասին է։ Սակայն դա չէ էականը այս շաբաթվա սահմանային լարումներով, եւ ոչ էլ միջազգային հանրության, ինչպես միշտ լղոզված անհանգստություն հայտնել է, այլ այն, որ բավական էր Հայաստանի ժողովուրդը զգար պատերազմի վտանգը, անմիջապես ինչպես 20 տարի առաջ, ակնթարթորեն արտնացրեց իր ինքնապաշտպանական մեխանիզմը։ Ըստ տեղեկությունների բազում հավաքներ են անցկացրել պատերազմ անցած ջոկատների տղաները։ Պաշտպանության նախարարությունը հնչել է մի քանի հազար զենք զինվորագրվելու խնդրանքով։ Ու թերևս սա է հայության գոյատևման գրավականը։ Վտանգի պայն մենք միշտ եղել ենք միասնական, միասին նվաճած անկախությունն ու հաղթանակը միասին էլ պաշտպանելու ենք։
Առաջին գծի պաշտպանների կողքին անցած օրերին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն էր, ում այսօր ընկալել ենք առաջին լրատվականի տաղավարում։ Բարի երեկո, շնորհակալություն պարոն նախարար, որ ժամանակ գտաք ընկալվելու համար։ Նախորդին եք վերադարձել սահմանային այսպես շփման գծից, տղաների տրամադրությունը ինչպիսին էր։ Նախ եւ առաջ ասեմ, որ զինված ուժերի ղեկավարությունը մշտապես լինում է առաջին գծում եւ մեր աշխատանքի սկզբունքներից մեկն է առաջի գծի ծառայության հետևումը եւ ես եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ զորամիավորումների հրամանատարները այս օրերին մշտապես առաջին գծում են զինծառայողների հետ միասին, տեղի հրամանատարների եւ զինծառայողների տրամադրությունը շատ բարձր է, նրանք վերահսկում են իրադրությունը սահմանի ամբողջ երկայնքով, հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ խախտումներին եւ իրավիճակին համարժեք, եթե նպատակային գործողություններ կան հակառակորդի կողմից, ապա իրավիճակին համարժեք նույնիսկ շատ դեպքերում էլ անհամաչափ պատասխաններ են տալիս։ Պարոն նախարար, երբ ասում ենք իրավիճակին համապատասխան, համարժեք, միգուցե սովորական հեռուստադիտողի համար դա այսպես ընկանել ընկալելի չէ, այսինքն ինչի մասն է խոսքը, նրանք կրակում են մի հատ, երկու հատ մենք համապատասխան կրակ ենք բացում, ինչի մասն է խոսքը։ Պետք է գիտակցենք հետևյալը, որ ընդհանուր առմամբ զինվորական ծառայությունը մնացած բոլոր ծառայություններից եւ աշխատանքներից քաղաքացիական տարբերվում է եւ առանձնահատուկ է դժվարություններով, զրկանքներով, իսկ մեր պարաբայում, երբ մենք մարտական հերթապահություն ենք իրականացնում սահմանների պաշտպանության գծում, ապա նաեւ համապատասխան լարվածությամբ, ուզենք թե չուզենք, այսօր շփման գծում լինում են կրակոցներ լինում են եւ հակառակորդի կողմից եւ մեր կողմից, մանավանդ երբ զինծառայողները ծառայություն են տանում գիշերվա ընթացքում, ասենք խախտումներ, ձայն, կենդանիներ են անցնում, մարտական հերթափոխը նոր է իրականացվել, բայց լինում են նաեւ նպատակային կրակոցներ, դիպուկ կրակոցներ եւ նաեւ դիվերսիոն հետախուզական գործողությունների փորձեր եւ այդ ամենին մենք հենց նպատակային էլ մի քիչ էլ անհամաչափ պատասխաններ են տալիս։ Այս օրերին դուք ինքներդ ականատես եղաք, որ շուրջ 15-ից 20 փորձ եղավ դիվերսիոն հետախուզական գործողությունների, կրակոցների լարվածությունը հասավ ամենաբարձր աստիճանի, մենք ունեցանք նաեւ ցավոք սրտի կորուստներ, ես ուզում եմ այս պահին նաև իմ ցավակցությունը հայտնել զինծառայողների, զոհված զինծառայողների ծնողներին, նաև համբերություն ցանկանալ նրանց հրամանատարներին, որովհետև ամենաշատը ցավում են նաև նրանց հրամանատարները եւ ուզում եմ ասել նաև նրանք այդ պահին հերոսաբար, քաջաբար կանգնեցին, մարտնչեցին եւ մի քիչ էլ մենք հպարտ պետք է լինենք, որ մեր զինծառայողները այսօր պատրաստ են կռվելու հայրենիքի համար եւ պատրաստ են ինչպես նախկինում Ղարաբաղյան գոյապայքարի ժամանակ, այնպես էլ հիմա իրենց կյանքը զոհել։ Այլ բան է, որ մենք պետք է նաեւ ապահովենք մաքսիմալ անվտանգություն։ Եվ այս օրերին անհամաչափի մասին եմ խոսում, որ հակառակորդի մի քանի գործողությունների ընթացքում իրոք պատասխանները շատ խիստ, շատ անհամաչափ եղան եւ ես կարող եմ ասել, որ շուրջ 4.5 անգամ նրանք ավելի շատ կորուստներ տվեցին, քան մենք ենք տվել։ Մամուլում տարբեր թվեր են շրջանառվում, չնայած դա չէ սպառազգամ երևի թե էականը, մինչև մի քանի տասնյակ հասնող ադրբեջանական կողմից զոհերի։ Պարոն նախարար, ձեր կարծիքով ինչով կարող է պայմանավորված լինել, որ դիվերսիոն այս գործողությունների գոնե մի հիշողությամբ, այսպես աննախադեպ սրացումը կամ ակտիվացումը պարբերականության եղավ հենց այս ժամանակ, հա, առաջինը տեղի ունեցավ մասնավորապես ամերիկյան պետքարտուղարի այցի հենց օրը գիշերը եւ այնուհետեւ գրեթե ամեն օր մենք ունեցանք նման միջադեպեր, որ կար երբ նույնիսկ մի քանի անգամ տեղի ունեցան նման գործողություններ։ Այսինքն ժամանակահատվածը կոնկրետ ինչ որ իմաստ կամ, չգիտեմ, նպատակ ունի։ Մենք չպետք է մոռանանք, որ գոյություն ունի բանակցային process եւ հայկական կողմը որդեգրել է այն քաղաքականությունը, որ մեր գոյություն ունեցող հակամարտությունը պետք է լուծենք խաղաղ ճանապարհով։ Եվ չպետք է մոռանանք, որ վերջին ժամանակահատվածում բանակցություններից առաջ կամ բանակցություններից հետո ադրբեջանական կողմը մշտապես փորձել է սրել
իրադրությունը։ Այս պահը կարելի է նույնպես այդպես բնութագրել եւ նաեւ կարելի է բնութագրել, որ մենք անցնում ենք ձմեռային ռեժիմից ամառային ժամանակահատվածի եւ բնական պայմանները, բնակլիմայական պայմանները ավելի շատ են թույլ տալիս, որպեսզի սրացումներ լինեն եւ իհարկե նրանք նաեւ ուզում են ցույց տան, որ գոյություն ունեցող այս իրավիճակը ուրեմն իրենց ձեռք չի տալիս, ուզում են փորձել նորից բանակցային գործընթացում, ինչպես նախկինում մեզ պարտադրված պատերազմի մեջ մտցրեցին, մենք հաղթեցինք այդ պատերազմում եւ այսօր էլ ուզում են պարտադրված ձևով ինչ որ միակողմանի զիջումների գնան, որը որ մեր համար անընդունելի է եւ նրանք չեն կարող հասնել դրան։ Ասել է թե ստատուս կվոն ադրբեջանական կողմի համար ձեռնտու չէ եւ մենք առաջընթաց չունենք նաեւ հենց իրենց պատճառով, որովհետեւ իրենց մասնակցությունը բանակցային process-ին կառուցողական չէ։ Լավ, պարոն նախարար, նաեւ այս օրերին զորակոչն է ընթանում։ Դուք խոսեցիք սահմանային միջադեպերի ժամանակ հերոսաբար, այսպես մարտի բռնված մի քանի մեր տղաների մասին, ես գիտեմ, որ այնտեղ հերոսական դեպքեր են տեղի ունեցել, հերոսական պատմություններ են կերտվել, սակայն դրանք զինվորականներ են, ովքեր որ որոշակի պատրաստություն անցել են, հա, մի քանի ամիս։ Հիմա ընթանում է գարնանային զորակոչ եւ միգուցե լինի մտավախություն, որ սահմանային այս լարվածության պայմաններում որոշ նորակոչիկներ հայտնվեն այն թեժ գծերում, պատկերավոր ասած, հա, դուք դա բացառում եք։ Ես տեղեկացնեմ մեր հասարակությանը, ժողովրդին, որ զորակոչը ընթանում է իր բնականոն հունով։ Մենք պլանները լիարժեք իրականացնում ենք եւ փառք Աստծո, որ վերջին տարիներին զորակոչի նկատմամբ եւ նաեւ ժողովրդի վերաբերմունքը փոխվել է, արդեն բանակ են ուղարկում մեծ ուրախությամբ իրենց որդիներին, մենք փորձում ենք նաեւ լիարժեք միջոցառումներ իրականացնենք զորակոչի արդարությունը պահպանելու համար, կխնդրեի, որ որպեսզի այս ժամանակահատվածում մեր հասարակությունը մասնակից լինի դրան եւ եթե լինում են խախտումներ, նաեւ մեզ տեղեկացնեն զինված ուժերի ղեկավարությանը, որովհետեւ յուրաքանչյուր օր մենք կանխում ենք ինչ որ մի բան, որտեղ որ այս կամ այն կողմից փորձեր կան, ասենք, ոչ արդար վերաբերմունքի զորակոչի նկատմամբ, բայց միևնույն ժամանակ տեղեկացնեմ, որ ոչ մի նորակոչիկ երբևիցե առաջի գծում մարտական հերթապահությունում չի հայտնվում։ Նորակոչիկները զորակոչից հետո անցնում են երիտասարդ զինվորի պատրաստություն, որը տևում է 35 օր եւ դա հնարավորություն է տալիս եւ նաեւ հաշվի առնելով նախազորակոչային պատրաստությունը դպրոցներում ռազմական գիտության ուսումնասիրումը, որպեսզի նրանք կարճ ժամանակահատվածում արդեն սկսենք լիարժեք զինվորի կերպարի մեջ մտնել եւ իրենց խնդիրները իրականացնել, գումարած դրան առաջին գիծ մարտական հերթապահություն իրականացնելու համար եւս 4.5 ամսվա պատրաստություն են անցնում, այսինքն մեկ փուլ անցնում է, որ նրանք մարտական հերթապահության պետք է մեկնեն։ Նրանք քննություններ են հանձնում, ստուգարքներ են հանձնում, ընդ որում ոչ միայն անհատական պատրաստությունից, ասենք կրակելու մարտավարության ունակություններից, այլ նաեւ ստորաբաժանումների կազմում գործելու իրենց խնդիրներից։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության պլանի մեջ վերջին տարիներին զորավարժությունների, մարտական հրաձգությունների, իհարկե առանց կրակի եւ նաեւ տարբեր տեսակի մարտավարական պարապմունքների շուրջ 30% իրականացում է հենց մարտական խնդիրների այն վայրերում, այն հենակետերում, որտեղ որ իրենք իրենց խնդիրներն իրականացնում են։ Պետք է ավելացնեմ նաեւ, որ մեկ փուլ պատրաստությունից հետո ոչ բոլորին է վստահում սահմանային ծառայությունը, սահմանային ծառայության ընդգրկվում են այն զինծառայողները, որոնք որ ոչ միայն զինվորական պատրաստությամբ են առանձնանում, այլ նաեւ հոգեբանորեն պատրաստ են դրան։ Լավ, եւ վերջին հարցը, որը կարծում եմ շատ-շատերին կուզի, պատկերավոր արտահայտում է, մենք պինդ ենք հիմա։ Մենք պինդ ենք ոչ միայն այն առումով, որ զինված ուժերը իրենց արժեվ դրված խնդիրները լիարժեք իրականացնում են։ Այս օրերին ես եղա սահմանային եւ դիտակետերում եւ դիրքերում եւ նաեւ սահմանային մեր բնակավայրերում, որոնց նկատմամբ զինված ուժերի ղեկավարության ուշադրությունը մշտապես է։
պետք է ասեմ, որ չի եղել որևիցե մի դեպք, որտեղ որ զինված ուժերի փորձառու հրամանատարները, ստորաբաժանումների հրամանատարները, նախկին կռված մեր ընկերները, մարտական ընկերները միանգամից չհայտնվեն այն դիտակետերում, որտեղ որ կարելի ասել մեր ժամկետային զինծառայողները կամ պայմանագրային զինծառայողները ծառայություն են տանում եւ դրանով է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր մեր բանակը առանձնահատուկ, որ երբևիցե մարտական գործողությունների ժամանակ զինվորները միայնակ չեն եղել։ Այս օրերին ես հանդիպել եմ սահմանային բնակավայրերի բնակիչների հետ եւ նրանց տրամադրությունը շատ բարձր է, չնայած նրան, որ ունենք բնակավայրեր, որոնք գտնվում են հակառակորդի գնդակոծության տակ, բայց այնուամենայնիվ սկսած համայնքների ղեկավարներից, տեղի ազատամարտիկների, երկրապահների միության ղեկավարները եւ ամբողջությամբ երիտասարդ տղամարդիկ պատրաստ են եւ մարտական ոգին շատ բարձր է, նույնիսկ նրանք զենք են խնդրում, որպեսզի պետք եղած տեղում հայտնվեն, գնան օգնեն, բայց դիրքերում մեր զինծառայողները իրենց առջև դրված խնդիրները իրականացնում են, դուք ինքներդ եք երևի նկատել, հետևել, վերահսկել, թե որքան նախկին մեր մարտական ընկերներից, պահեստի սպաներից, ասենք, դիմումներ են հղել պաշտպանության նախարարությանը, որ իրենք պատրաստ են մտնել ծառայության եւ աջակից լինելու։ Ես շնորհակալ եմ նաեւ այն առումով, որ նրանք մեր զորավարքային ռեսուրսի մասն են կազմում եւ մենք լիարժեք կարող ենք ասել, որ առանց որևիցե մի զորավարժությունների նրանք պատրաստ են վաղը համալրել բանակը եւ միասին կատարել խնդիր մեր երկրի պաշտպանությանը իրականացնելու համար։ Այս օրերին վաղվանից սկսած մենք զորավարքային պատրաստականությունից հավաքներ ենք անցկացնելու բոլոր գերատեսչությունների եւ մարզերի պատասխանատուների հետ, որը արդեն ավանդույթ է դարձել եւ հարցերից մեկն էլ դա է լինելու զորավարքային պատրաստականության մակարդակի բարձրացումը եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հասարակությունից եւ մեր մարտական ընկերներից, որ նրանք միշտ մեր կողքին են, բայց միևնույն ժամանակ էլ նորից ասել, որ մենք պինդ ենք, մենք լիարժեք մեր խնդիրները իրականացնում ենք, այսպիսի լարվածություն, այսպիսի ասենք ոտնձգություններ մշտապես լինում են մանավանդ Ղարաբաղյան հատվածում եւ մշտապես մեր զինծառայողները իրենց խնդիրները հակահարված տալու առումով իրականացնում են, պարզապես կուզեի մեր հասարակությանը, մեր ժողովրդին տեղեկացնեի, որ զինված ուժերի ղեկավարության համար այդ խնդիրների կատարումը հասարակ խնդիր է, չպետք է ասենք մտահոգված լինել, մենք մեր տեղում ենք, պարզապես մենք էլ տխրում ենք, երբ որ ունենում ենք կորուստներ, բայց այս առումով մեր կորուստները այն մարդիկ են, որոնք որ քաջաբար են տալիս իրենց կյանքը հայրենիքին։ Լավ, շնորհակալություն, ես հիշեցնեմ, որ առաջին լրատվականի տաղավարում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր, եւս մեկ անգամ շնորհակալություն, պարոն նախարար, որ ժամանակ գտաք եւ պատասխանեցիք մեր հարցերին։ Իսկ մենք Իրաք-Նուրի ամփոփիչ թողարկման համար այսքանն էինք առանձնացրել, մեր ժամանակն այսօր խիստ սահմանափակ էր, ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն է, որն էլ առաջարկում եմ դիտել մասնավորապես Իռլանդիա-Խորվաթիա մրցավեճից։ Մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Մնացեք խաղաղությամբ, ցտեսություն։